Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, ուզում եմ անդրադառնանք 3 մայիսի 26-ին Երևանյան երկխոսության երկրորդ համաժողովի ժամանակ հնչեցած մի քանի հայտարարություններին, որից հետո եթե ժամանակը կբավարարի, կխոսենք նաև թե ինչ է կատարվում աշխարհում ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն 3 մեզ համար կարծես թե նոր բան չասեց։ Կրկնեց այն, ինչը որ այս 1-2 տարիների ընթացքում հասարակությունը լսում է, բայց հյուրերի, այսինքն ներկայացուցիչների մոտ եւս մեկ անգամ համոզված ասել, որ ի հեճուկս բոլոր սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղության ու դա ինձ համար միանշանակ է։ Այսինքն հյուրերի համար պետք է որ այսպիսի տպավորություն լինի, այսինքն որտեղից այդ համոզմունքը, եթե նույն հյուրերը լսում են, որ մենք բողոքում ենք, որ մեր սահմաններին կրակում են, մենք բողոքում ենք, որ հարևան երկրում հայատացությունը անընդհատ խրախուսվում է, Բաքվի շինծու դատավարության մասին ենք բարձրաձայնում, որտեղից այդ համոզմունքը եւ ինչու է այդպես արսվում, գուցե պետք է ավելի մանր կտրվածքներով ներկայացնել իրավիճակը տեղը տեղին իրականում ինչպես Նիկոլ Փաշինյանը սիրում է, չէ, իրական Հայաստանում խոսենք իրականությունից։ Որտեղից այդ համոզմունքը եւ արդյոք այդպես պետք է ներկայացվեր ամեն ինչ։ Նախ դուք շատ ճիշտ գնահատական տվեցիք, շատ ամփոփ կերպով։ Այո, վերստին համոզվեցինք, որ նա նպատակաուղղված այսպես ասած պրինցիպիալ ամբիցիոզ կարգավիճակ ստանձնած գնում է նրան, որ չէ, մենք ընդհուպ մինչև սահմանադրությունը կփոխենք, բայց այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կստորագրենք։ Այսինքն կա տպավորություն, որ առաջինը միջազգային հանրությանը ներկայացվում է խաղաղարար գնացող մարդ, որը որ հումանիստական բոլոր, այսպես հենքը պահած փորձում է հարևանի հետ գնալ ընդհանուր հայտարարի խաղաղության հաստատմանը, չէ՞ որ մենք գիտենք այդ խաղաղության դարաշրջան ասվածը, մենք գիտենք խաղաղության պայմանագիրը, որը որ ինչ որտեղ նաև ադրբեջանական կողմը ասում է դա մեր նախաձեռնությունն է, բայց ավելի շատ ակտիվ դրան լծված գործում է ՀՀ գործող իշխանությունները, բայց արյուտես տեսնում ենք, որ այո, իրենց մոտ կա հստակ դիրքորոշում, որ նույնիսկ մայր օրենքը պատրաստ են փոխել, բայց խաղաղության պայմանագիրը այդուհանդերձ ստորագրվելու է։ Տիկին Մարի, հարց չի առաջանում ներպետական օրենսդրության ընթացակարգով այդ խաղաղության պայմանագիրը, որը որ 5 պակաս պատրաստ է ստորագրման։ Վարսասիջան ղեկավարությունը երկուստեք ասում է այդ մասին, անցել է թե ոչ։ Ներպետական օրենսդրությամբ ցանկացած փաստաթուղթ, այն էլ միջազգային բնույթ կրող, պետք է անցնի, վավերացվի, գիտեք այդ պրոցեդուրան։ Մենք նույնիսկ տեքստի Հավանություն նախ, այո, ստացվում է մենք դերևս մինչև այս պահը տեղյակ չենք, թե ինչի մասին է ստորագրվում։ Ընդամենը մեկ նախարարություն է տեղյակ մասին, արտաքին գործերի նախարարությունը, այն է գաղտնի պայմանները։ Անկամ հույժ գաղտնի, որովհետև ոչ մի կետի մասին խոսք չկա։ Մենք կարող ենք լավագույն դեպքում ենթադրություններ անել։ Բայց հո մենք չենք զբաղվելու քաղաքական վանգայությամբ, լավ, մենք հասկանում ենք 17 կետերը որն է, 17-ի փոխարեն ես կարող եմ 37 կետ ասել, որոնք ընթացքում առաջանալու են, դուք գիտեք, նրանց ծավալապաշտական, առավելապաշտական նկարտումների թիվու համար չկա։ Ու մենք գիտենք ինչ պայմաններից հետո ինչ պայմաններ են իրենք գնալու ու ինչեր են պարտադրելու Հայաստանին։ Եվ էլի գալիս ենք նրան, որ այո, հայկական կողմը միակողմանի զիջումների արդյունքում պատրաստ է ստորագրել մի թուղթ, ընդամենը մի թուղթ, որը որ շատ դեպքերում դա լակմուսի թուղթ է լինելու, որով ցույց տա, որ այո, մեր մոտ ստացվեց հասնել այդ բաղձալի խաղաղության ասվածը։ Առիթ չկա, չէ՞ ասելու, որ թղթով չի պայմանավորված իրական խաղաղությունը, որ իրական խաղաղություն, այ լավ նշեցիք, չի կարող լինել մեկի հետ, ով քեզ եկվոր է համար, միջին այսիական, այսպես ասած յայլեկից եկածը, արիական ցեղին, որը որ հազարամյակների պատմություն ունի, ասում է դուք եկվոր եք,
մեր երկիրը սուվերեն տարածքը ճանաչում է որպես հարևմտյան Ադրբեջան, ու այդ նարատիվը օրեցօր առաջ է տանում եւ միջազգայնացնում է, լեգիտիմացնելով։ Ու այստեղ շատ կարևոր բան եք դուք ասում։ Այստեղ շատ նրբություն կա։ Ընդամենը 3-4 րոպե խոսեց, բայց 6-7 հագասական իրեն հագասող բաներ ասեց։ Նախ ասում է, որ այո, պատրաստ ենք կնքմանը, երկուստեք կա համաձայնություն, ու արիտպես անցնում է րոպեներ, ասում է, գիտեք, բայց ադրբեջանական կողմը պահանջները ներկայացնում, Հայաստանի 60-70%-ը ներկայացնում է որպես արևմտյան Ադրբեջան։ Այսինքն եղբայր, մի վարքյան, եթե դու ընդունում ես, որ թշնամին քո հանդեպ էքսպանսիոնիստական, ծավալապաշտական նկրտումներ է դրսևորում, անկաշկանդ ընդ որում, դու այդ խաղաղության պայմանագիրը ո՞նց է ստորագրում։ Եթե դու ներկայացնում ես, որ պահանջներ է ներկայացվել այնպիսի, որոնց որ հետ դու համերաշխ չես, դու հաշտ չես։ Ընդ որում հայ ազգը էլ չասեմ, հայ ազգը առանձնահատուկ, եթե ես 17 կետեր հիմա դնենք եւ մասնագետներով հարության դադին հանձնենք, ես դες վստահեցնում եմ շատ հակապետական, հակազգային կետեր կարող եմ ասել, վտանգավոր։ Այսինքն հերիք չի, որ դու ներպետական ընթացակարգով դա դերևս հայ ժողովրդի դադին եւ հատուկ պետական մարմիններին դադին չես հանձնել, դու որոշել ես ինքնագլուխ, որ ստորագրում ես մի փաստաթուղթ, անունը դնելով, որ դուք ժողովրդի կողմից ստացել եք մանդատ եւ իրավունք ունեք ժողովրդի անունից ինչ որ բան ստորագրեք, առանց ներպետական օրենսդրության կարող է տիգին մարի միջազգային մեր պարտավորություններին եւ ներքին սահմանադրությանը, ներքին օրենքներին դա չի համապատասխան։ Նպատակահարմարությունը պետք չէ նախարարությունները եզրակացության տեսքով ներկայացնեն։ Պետք է, չէ՞։ Ընթացակարգ է։ Դու ո՞նց կարող ես ինքնագլուխ, որ հասկացանք արտարադատության նախարարը քո թիմագիցն է։ Հասկացանք, որ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, որոնք եղել են նախկինում ձեր օգնականները, հիմա գլխավոր դատախազ են եւ այլն, ամեն ինչն է հնարավոր է մինչեւ ԲՏԽ։ Մարդը անկեղծել ասում էր, չկա մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Հիմա սահմանադրական դատարանը մարդը այնքան ինքնավստահ ասում է, նույնիսկ անգամ եթե մայր օրենքը չհամապատասխանի, այսինքն մարդը պատրաստ է մայր օրենքը փոխի, բայց այնքան որ մի փաստաթուղթ, որը ընդ որում էլի էստեղ հագասությունն է, ասում է դրանով պատերազմը բացառվելու է, վստահ ասում է, որ այդ զուգահեռ խմբի այդ լուծարանը, հələ դա էլ մի կողմ, Համեդը ասում, ասում է, բայց դրանով չի երաշխավորվում ամբողջ պատերազմի բացառումը։ Հիմա եղբայր, կողմնորոշվիր։ Մեկ ասում ես, որ դրանով 0 պրոբլեմ, 0 պատերազմի հավանականություն։ Իհարկե, գիտեք, այստեղ իրան պետք է որ ցույց տա իր սեփական ժողովրդին, որ իմ մոտ ստացվեց այդ խաղաղությունը հաստատել։ Ամեն գնով, ամեն գինը դա մայր օրենքի փոխելն է նույնիսկ։ Ընդ որում, երբ որ կա մասնագիտական եզրակացություն իրավաբանների, համաձայն որի մեր սահմանադրության մեջ չկա որևիցե պահանջ, որևիցե հարևանի հանդեպ, այն էլ տարածքային։ Եվ ընդհակառակը ձեր տաղավարում էլ ենք ասել այդ մասին։ Եղբայր, եթե դու գնում ես սահմանադրության փոփոխության, ինչ է թե ինչ որ մի խաղաղության պայմանագիր կոչված լակմուսի թղթի հետ, ինքը, այսպես ասած, ստիճկա չունենա, բախում չունենա, վեճ չունենա։ Դու նայել ես Ադրբեջանի սահմանադրությունը։ Այնտեղ լրիվ պահանջներ է Հայաստանի սուվերենտարության։ Կան պահանջներ, բայց եթե մենք կնքում ենք պայմանագիր, այդ պահանջները հենց այդ պայմանագիրը բա դու կնքում ես, որ հենց այդ խնդիրները վերածի, ներողություն, եթե կա մասնագիտական եզրակացություն, որ Հայաստանի սահմանադրության մեջ որևէ նման կետ չկա, եղբայր դուք թոթափվեք, հանգստացեք, մի լարվեք, չկա դենց բան։ Խաղաղության պայմանագիրը հենց դրա համար է լինում, որբիսի հենց այդ նման, եթե իհարկե երկուստեք հավատարիմ լինեն այդ պայմանագրի կետերին, պատերազմ չլինի։ Այսինքն մարդը արտահայտում է 3-4 միտք, ընդ որում շատ դեպքերում անհոդաբաշխ, ու իրեն հագասում է։ Խնդրում եմ, նստեք նայեք։ Մի տողը ասում է մի բան, հաջորդ տողը ինքն իրեն հագասում է։ Հիմա ստացվում է, որ տպավորություն է, որ օր առաջ պահանջ է դրված, կամ ինքը ստանձնել է պարտավորություն այդ փոփոխությանը գնա։ Եվ մարդը ասեց էլ, չէ, ասեց, մնում է համոզել, բառաց եմ ցիտում, համոզել սեփական ժողովրդին, որ դա պետք է արվի։
Հիմա դե հասկանալի է, չէ՞, ինչ գնով։ Կա երկընտրանք արհեստական։ Կամ ստորագրում ենք, կամ ժողովրդյան պատրաստվեք պատերազմի։ Այն հիշում եք ասում էր, ով տունը բրոնե կասկա ունի, հակեք պատրաստվեք պատերազմի։ Սահմանազատման գործընթացներ չէ, կարծես թե այդպես սկսեցին։ Կասեցված է, ես չեմ հիշում, որ այս պրոցեսներում ինչ որ մի կերպ լուսաբանվի, թեկուզ փոխվարչապետի մագարտակով, որ աշխատանքներ են տարվում։ Հիշում եք, ասեցին, որ Բագրադաշենի հատվածից, այսինքն Տավուշի հյուսիսից պետք է շարունակեն։ Ոչ մի աշխատանք ես չեմ տեսնում, որ այնտեղ տարվում է։ Համենայն դեպս չկա ինֆորմացիա այդ մասին։ Այնպես որ ստացվում է դերևս չդեմարկացված, չսահմանազատված սահմանների պարագայում, երբ որ կա վեճ տարածքային։ Նրանք էլ մեր տարածքում են նստած։ Նրանք մեր տարածքում են, օկուպացված տարածքներ կա։ Հիշում եք, ես ձեզ տաղավարում առաջարկ ներկայացրի մեր նախորդ հանդիպման ժամանակ, ինչ կարելի անել, որպեսզի ավելի օպերատիվ կերպով այդ հարցը լուծենք։ Բայց ձայն բարբառու անապատի, ընդ որում այդ ամենաբարձր մակարդակով ես փորձել եմ ինձ ձայնը հասանելի դարձնել իմ առաջարկը, որովհետև բավականին արդյունավետ տարբերակ էի առաջարկում։ Այդ գործողությունները չի կատարվել։ Ախր հասկանալի է, որ մարդիկ ընդամենը պատրաստվում են օր առաջ եւս մի պայման բավարարեն, տվյալ դեպքում սահմանադրության փոփոխություն եւ գիտեք, հայտնի Մինսկի խմբի լուծարումը։ Ընդ որում Մինսկի խմբի լուծարումն էլ այդպեսի հեշտ պրոցեդուրա չի, հասկանում եք, դա եւս պետք է եւ մենք չենք որոշող եւ մեր ներպետական օրենսդրությամբ էլ դա բավականին լուրջ խրտին աշխատանք է։ Ես հիմա չեմ ուզենա չագերտներ բացեմ, ամեն ինչ հնարավոր է այո լուծարել։ Բայց այդ process-ը, պատկերացնում եք, ինչ բարդ ընթացակարգային process է։ Մենակ մի բան կասեմ, ԵԱԿ Մինսկի խումբը մենք անձամբ չենք ստեղծել, որ մենք էլ փակենք։ Դրա համար են, ակնարկում, որ երկուստեք դիմումը պետք է ներկայացվի ԵԱԿ-ը, որ ԵԱԿ-ն ինքնին ներքին գործընթացով դա անի։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիրներ կա։ Հասկանում ենք, որ փորձում են այսպես ցույց տան, որ խաղաղության են գնում, զրո պրոբլեմ հարևանների հետ քաղաքականություն են վարում, կոմպլեմենտարիզմ են դրսևորում եւ այլն, բայց հասկանում ենք, որ թշնամին անկեղծ ասում է իր ծրագրերը, իր նպատակները եւ այլն։ Թշնամին ինչ է ասում, ասում է ինչքան էլ դուք խոսեք ձեր տարածքից, խոսեք ձեր սահմանադրությունից, տարածքը իմն է Արևմտյան Ադրբեջան, եւ ինչ ասեց Ալիևը երեք, որ աջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական էթնիկ տարածքից։ Տիգին Մարի, ես երեք իմ Facebook-յան հարթակում շատ կարևոր, հույժ կարևոր հոդվածով եմ հանդես եկել։ Վերնագրել եմ Ղողանջ Ստապուսյան, ընդ որում նաև ահազանգ է դա։ Ձեր ասած ես այնտեղ ներկայացրել եմ։ Փաստացի այնտեղ սրբում են սեղանի շուրջ, խոսում են կարծես տպավորություն է, որ ակտիվ քննարկման արդյունքում ինչ որ բան են գալիս, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերջի հանդիպումներ Ալբանիայի հանդիպման մասին, բայց ժամեր անց Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ուղիղ տեքստով ասում է, որ երկու պահանջները բավարարվելու են, հնար չկա, վաղ թե ուշ դա բավարարելու են։ Ընդ որում այդ ձեր ասած 300,000 ադրբեջանցիների վերադարձի, այսպես կոչված փախստականների վերադարձի մասին ոչ թե ակնարկ, այլ ուղիղ տեքստ, որ դուք պետք է անվտանգություն ապահովեք։ Այո, վերադարձի պայմաններ ստեղծեք եւ մենք սպասում ենք, որ դուք նույնիսկ արևմտյան ադրբեջանցիների այսպես հանձնաժողովի ղեկավարությանը դիմավոր եք, քննարկեք արդեն այդ հարց, այսինքն հասել ենք այդտեղ։ Ու գիտեք ցավը որն է։ Ոչ գույք, ոչ կրոնական մշակութային ժառանգություն, ոչ Արցախ, ոչ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Նախիջևան, Շահումյան, ոչ գերիներ, ոչ մի բանի մասին մենք չենք խոսում, որ հագարակը մենք բան ունենք պահանջելու։ Մենք լսում ենք, թե Ադրբեջանը ոնց է լեգիտիմիզացնում այդ ամբողջ process-ը, միջազգայնացնում ու ներկայացնում որպես դա պահանջ։ Եւ բացի պահանջից ներկայացնում է, որ հայերը տապալում են նորից խաղաղության գործընթացը, իրենք են նախաձեռնել եւ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները երեք իրենք ամիջապես արձագանքեցին։ Հատուկ լսում եմ, ասում է 500 գերեզման եւ 300 մզկիթ վերածվել է։ Գործող ընդհանուր առմամբ բոլոր իշխանությունների ժամանակաշրջանում պետք է վերականգնենք եւ միակ բացառիկ մնացած կապույտ մզկիթը, ընդ որում դա էլ են ադրբեջանացրել, ասում է պետք է
մեր ենթակայության տակ լինի եւ մուտք ապահովեք մեր կրոնական ուրեմն նման ժառանգությանը հետ վերադարձի պայմանով, որպեսզի մենք տնօրինենք, ազատ մուտք ու ելք ունենանք, վերականգնի մարդու իրավունքներ, կրոնական իրավունքներ, այսպես Արևմտյան Ադրբեջանի ապշինա կա, որը որ անձնագրեր է բաժանում, որպես Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիներ։ Պատկերացնում եք, ինչ հետևողական աշխատանքներով, գծած գրած պլանով մարդիկ աշխատում են այս ուղղությամբ։ Ռեալ աշխատում են։ Ինչ 120,000 արցախահայերի վերադարձ, այն նշեցի։ Ինչ գույք, ինչ մեր պատմամշակութային ժառանգությունը վերականգնել, հայկական հետքը։ Մարդիկ դաժե Էջմիածին են ներկայացնում, ասում են դա էլ է մեր, արդեն հասել են Էջմիածնին։ Որ եղանակի տեսության հետ կապված այդ տեղանքների հետ կապված ադրբեջանական անվանումներ է եղել, վերջերս ինձ իրավապաշտպան Այսրի Սայան ուղարկեց այդ կադրերը տեղանքի։ Տեսեք, Արևմտյան Հայաստան եզրույթը ինքը միջազգային ստատուս ունեցող եզրույթ է, ապացուցված, հայկական լեռնաշխարհը։ Թուրքիան հիմա ուզենալ փոխի հայկական լեռնաշխարհ, հայկական լեռներ, չէ, բարձրավանդակ չեն հնա։ Ինչ որտեղ պատմությունը վերանայել։ Վերանայման, այո, խնդիր է դրված։ Այսինքն այն ինչ որ մենք ուզում ենք իմանալ հայ-ադրբեջանական իրականությունը պատմականը հավասարեցվում է կարծես թե եւ մեզ ստիպում են ոչ թե մեզ ստիպում են կեղծիքի հետ համակերպել։ Իմ եւ ձեր կողմից թվարկածները փաստացի ցավոք եմ նշում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական օրակարգի մասին։ Այսօր դա է օրակարգը։ Եվ մենք սպասարկում ենք այդ օրակարգը։ Ստացվում է այո։ Հիմա ես չգիտեմ ժողովուրդը ինչպիսի արձագանքով հանդես գա, ամենայն դեպս դեռևս ամորֆ ապատիկ վիճակում է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, սա շատ բարդ լուրջ խնդիր է առաջացնելու մեր համար։ Առավել եւս, երբ որ խոսքը գնում է արդեն ադրբեջանցիների վերադարձի մասին։ Մենք շատ ենք խոսել այս թեմայով, բայց իրանք ակտուալիզացնում են այս թեման ու միջազգայնացնում են այս թեման։ Հայկական կողմը անադամ հայտարարություններ է անում։ Ոչինչ չասող, երբ որ մենք ունենք բավականին լուրջ հիմքեր ու հենք ներկայացնելու թե էթնիկ զտում, թե պատմամշակութային ժառանգության խեղում, զարմանալ է ուղղակի։ Հիմա ցավոք փաստերն ենք արձանագրում։ Պարոն Կարապետյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot
Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանծ օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 22 52 հեռախոսահամարով Հայ ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, ընդհանրապես Երևանյան այս երկխոսություն, համաժողովը մենք իրականացնում ենք, հրավիրում ենք հյուրերի, բայց եկեք արձանագրենք, որ մեր ներքին օրակարգում այդ երկխոսությունը մենք չունենք։ Ինչի մասին է սա խոսում։ Մենք խոսում ենք, երկխոսում ենք, փորձում ենք խոսել աշխարհի հետ։ Իսկ ներսում մենք ինքներս կարողանում ենք երկխոսության սեղանի շուրջ նստել, երկխոսել, ինչ-որ բաներ քննարկել։ Նախ ժողովուրդը կամ բևեռացված է, խիստ բևեռացված է, ու կա խայտարակ ջրբաժան։ Երկրորդը ակամա հիշեցի վարչապետի այն խոսքը, որ ժողովուրդ ջան, ինչ է լինի, ես ձեր հետ կիսվելու եմ, քննարկելու եմ, ձեր, այսպես ասած, դաբրոն ստանալու եմ, նոր գործելու եմ։ Հիմա որն ենք մենք տեսնում։ Թիկնապաներով, ամենօրյա ռեժիմով, այսինքն կապը ընդհանրապես կտրվել է։ Այս տպավորությունը հա թողնում, որ դեռևս դեմոկրատիա է, դեռևս ժողովրդավարական բաստիոն է, մենք տեղեկացնում ենք, այսպես ասած հաշվետվություններ ենք ներկայացնում, այ հայտարարագիր այսքան մարդ այսօր ստորա բան արեց, լրացրեց, այսքան գումար ստացավ, հադիգար այսքան այսինչ եկավ։ Այսինքն տպավորություն ստեղծվում է, որ հանրության հետ կապը պահպանվում է, բայց կոնկրետ լուրջ հարցեր հանրության հետ չի քննարկվում։ Լավա, որ գոնե ընդունում են, որ իրենք տգետ են 7 տարի, նույն դասարանում են մնացել, այլը տեղի չի շարժվում, դժգոհություն կա, բայց զարմանալի այն է, որ այդ դժգոհությունը չի վերածվում բողոքի լայն։ Ակցիաներ որպես այդպեսին լուրջ չկան, հակազդեցություն լուրջ չկա, մարդիկ հոգնել են, զզվել են եւ էլի գալիս ենք նրան, որ փոխարինող չեն տեսնում մեկը, որ այն որակներ ունեցող մարդն է եւ լիդերն է, որը որ կգա այս իրավիճակը կփոխի։ Մարդիկ այդ փնդրտուկի մեջ են, չեն տեսնում, չեն վստահում նախկին ուժերին, վերարտադրությունները բավականին ակտիվանում են, հարցազրույցներ, ասուլիսներ։ Դե բնականաբար 26 թիվն է արժևում։ Արդեն հիմիկվանից ընտրապայքարի մեջ են։ Ամեն մեկը յուրովի։
մեկը մեկի վրա ցեղ շպրտելով, մեկը մեկին ինքնարտարացնելով, իրեն արտարացնելով, փորձում են տեղավորվեն, այս ռասկլադը հասկանալով։ Բնականաբար նրանք ավելի շատ ցկտում են իշխանության աթոռի։ Եվ այստեղ ստացվում է, որ քաղաքական սերնդափոխություն դերևս մենք չենք տեսնում, որ նորեր կան մարդիկ, որոնք որ ընդհանրապես այդ ներկա նախկին դիսկուրսից դուրս մարդիկ, որոնք որ ինքնաբավ կայացած գրագետ մարդիկ են կրթված, որոնք որ ունեն պոտենցիալ, գիտելիքներ, որ կարողանան այս վիճակից թե ժողովրդին, թե պետությանը հանել։ Հիմա այս պայքարի մեջ յուրաքանչյուրը փորձում է իր տեղը գտնել։ Մեկը իր սաթելիտներով, մեկը ինդիվիդուալ, հիմա արդեն ձևավորվում է այս պրոցեսներում, թե ովքեր ինչ դեմքերով են գալու։ Ես չգիտեմ, ամենայն դեպս ուր կտանի այս ամեն ինչը, բայց կարծում եմ, որ աշնանը ինչ-որ բան սպասվում է։ Մանավանդ եթե նախաձեռնվի սահմանադրության փոփոխության այդ պրոցեդուրան, ես կարծում եմ, որ կարող է բողոքի ալիք ստեղծվի եւ Քանի սցենար եք այդ ժամանակա պատկերացնում, ինչ կարող է լինել։ Կարող է ժողովուրդը գնալ փոփոխությանը համաձայնվի, տեսեք սթափ ժողովրդի զանգվածը, որը որ այդ նշեցի, որ չի լսել, չգիտի ինչի մասին է պատրաստում իր վարչապետը։ Եվ ինչի համար է Ինչի համար է ստորագրում մի փաստաթուղթ, որի բովանդակությունը ծանոթ չի, մեկը ես բողոքի ներկայացնելու եմ։ Հնարավոր բոլոր իմ համեստ ռեսուրսներով ու հնարավորություններով ես անգամ եթե նորից այդ տեսեք նրբություն եմ ասում։ Եթե այդտեղ կան շատ լավ կետեր, որովհետև բոլորս ենք որ մի adekvat մարդը չի ուզում խաղաղություն։ Բայց պետք է այդ ամեն ինչը ռացիոնալիզմի շրջանակներում տեսնել։ Հնարավորությունները, նպատակահարմարությունը տեսնել։ Բայց եթե ես տեսնեմ, որ մի փաստաթուղթ է ստորագրել, նույնը եղավ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը։ Ժողովրդի թիկունքին ու տեսանք պատկերը արհավիրքներով հանդերձ։ Հիմա չունենք մտահոգություն, որ նմանատիպ փաստաթուղթ ստորագրվի եւ կլուսաբանվի այն ժամանակ եւ արդեն բանը բանից անցած կլինի, ուշ կլինի։ Այսինքն նորից Այսինքն մի դեպքում հնարավոր է լինեն ընդվզումներ։ Մյուս դեպքում հնարավոր է, որ մեծամասնությունը ստորագրի, այդպես ասած, պատերազմից խուսափելու համար։ Դե ալիբին հենց դա է, որ մենք դա ստորագրում ենք պատերազմի հավանականությունը բացառելու համար։ Բայց դա Ալիևի համար դառնում է գործիք, այսուհետ Դուք լսել եք Get 1 հայտարարություն Ալիևի, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ինքն իր պայման պահանջներից հետ է կանգնելու։ Ոչ, տպավորությունը այնպեսին է, որ ինքը այդ խաղաղության պայմանագիրը լինի թե չլինի, մեկը ինքի ուզելիքը Ինքը առենա է գցել մի հատ եզրույթ, հենց խաղաղության պայմանագիր, կարծես թե Նիկոլ Փաշինյանին է տվել դա, որովհետև հա տվել է ասելա զադանյա, արա։ Բայց ընթացքում ինքը ասում է, գիտես, խաղաղության պայմանագրի մեջ այս կետն է մտնում, այս կետն է, վաղը մյուս օր ասելու է համատեղ ջրային ռեսուրսների օգտագործման կետն է լինելու։ Հետո գույքի վերադարձ, այդ արդեն փախստականների վերադարձածների իրավունքներ, հասկանում եք, չէ՞, ուրեմն տավելը չթվարկեմ, ես կարող եմ տասնյակներով թվարկեմ պահանջները ինչ է լինելու։ Սա իրենց այսպես ասած զալատոյ չասն է, հա, Ալիևի։ Դե ինքն է մանավանդ էյֆորիկ վիճակի մեջ է, հաղթանակից տարված իհարկե ու մարդը փաստացի իրավիճակից օգտվելով միակողմանի պահանջներ է դնում։ Հիմա գալիս ենք նրան, որ այո, ձեր ասած ընդվզումը կարող է տեղի ունենալ հենց այդ համատեքստում։ Իսկ ինչպես պետք է անենք, որ այդ ընդվզումը լայն շրջանակներ, այստեղ անելիքներ ունեն նաև արտախորհրդանական ուժերը, ընդդիմությունը, ինչ ունենք անելու։ Ես խորհրդարանական ընդդիմության մասով եկեք ինձ ձերբազատեմ, որովհետեւ քննադատական տամ շատ հիասթափված եմ, ես այնտեղ չեմ տեսնում։ Նրանք բավականին ընդհակառակը սինխրոն համատեղ աշխատում են։ Դա իմ գնահատականն է։ Փաստերն են ցույց տալիս։ Գորգռում են իրար վրա, բայց շատ լավ համատեղ համակեցության կանոններ են սահմանել, ավել աշխատում են իրար հետ։ Արտախորհրդարանական ուժերը որպես այդպեսին այո կան շատ լավ ուժեր, մարդիկ, անհատներ, որոնք որ այո կարող են գոնե այս этаպում միավորվեն ինչ որ քաղաքական process գեներացնեն։ Բայց այդ կմախքը ստեղծելու համար մարդիկ պետք է որքան էլ իրանք ինքնաբավ լինեն, լիդերներ լինեն, որտեղ դա հստակ պայման է նման գործողություններ ձեռնարկելու համար, որի հետևի ժողովուրդ կգնա, որին կհարգի
որին կպատվի, Որին որին տեղ կտա, կվստահի, որ վստահ ամենակարևորը, ժողովրդի եթե ընդվզվում են, պետք է վստահ լինեն, որ այդ Այստեղ ուժերը իրենց պետք է մեջ այդ կան ամբիցիոզ գնացը։ վիճակներից դուրս գան, որովհետև յուրաքանչյուրը ինչ որ բանի է ձգտում կամ փորձում է այդ առաջատար լիդեր կերպարի տակ իրեն են մենակ։ Այդ ամեն ինչ եթե ձերբազատվի եւ գան ընդհանուր հայտարարի, ես կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժեր, որպես այդպեսին կարող են միավորվել, ինչ որ տեղ արդեն հանրությանը ներկայանան։ Իհարկե նորից եմ ասում, այնպիսի սաստավով, որոնք որ վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը եւ կարող են ժողովրդի անունից գրագետ պահանջ ներկայացնեն եւ հասնեն դրան։ Մեկը ես ասեցի, հիմա էլ եմ ասում։ Ես պատրաստ եմ դուրս գալ, մենակ այն պայմանով, որ ինձ համար անհասկանալի է այդ խաղաղության պայմանագրի կետերը բովանդակությունը, մեկը ինձ համար դա բողոքի ալիք է տալու։ Ես դուրս եմ գալու այդ թեմայից։ Այդ դեպքում ինչպես հասկանալ դուք որ թիմից եք, դուք սերժական եք, քոչարյանական եք, թե նիկոլական եք։ Տեսեք, այդ որակումները, այդ արհեստական Սա դիսկուրսը հանրությունը մեղավոր չէ, որ ինքը այդ որակումների մասին բարձրաձայնում է, որտեղ Դե տեսեք, այո, ստեղծել են այդ սև ու սպիտակ նախկին հիմա սև ու սպիտակից բացի արդեն հարուստ աղքած ծառայության հետ կապված արդեն նոր բանի մասին ենք մենք բաժանումների մասին ենք սկսելու խոսել։ Հիմա ինչպես հասկանալ ում շահերն եք դուք պաշտպանելու եւ այդ հանրությունը պետք է բացառապես հայ ժողովրդի։ Ես շարժվում եմ, ես չգիտեմ ով ինչպես է շարժվում, ինչ տեսակետներ ունի, ես շարժվում եմ բացառապես ազգային ու պետական շահերով։ Իմ համար կարևորը իմ ժողովրդի շահերն է։ Ես չգիտեմ ով ոնց է իրեն դիշկավորում ու ինչպես է ներկայանում հանրությանը։ Համենայն դեպս ես իմ ողջ գիտակցական կյանքում եւ քաղաքական process-ում ներկայացել եմ որպես բացառապես իմ ազգային ու պետական շահերով շարժվող անձ, անհատ, որը որ փորձում է իր համեստ հնարավորություններով ինչ որ բան փոխի, թեկուզ ժողովրդին արթնացնի։ Ես իմ ամբողջ աշխատանքը որ տանում եմ դրան, մաքսիմալ պարզ մատչելի լեզվով բացադրել ժողովրդին տեղի ունեցողը, տեղի ունենալիքը առանց վանգայությունների եւ կոնսպիրոլոգիաների, տալ հստակ, անաչառ, օբյեկտիվ եւ անկողմնակալ գնահատական, մինչեւ ժողովրդի մոտ, չգիտեմ, ես հələ սպասում եմ այդ վերածնունդ ասվածին, որտեվ այսպես շարունակել չի կարող։ Վերածնունդը ինքն իրեն չի լինելու, գուցե մենք սա սրա մասին խոսենք մի 4, 5, 6, 7 տարի առաջ այդ ինքնաբուխը, բայց հիմա շատ Չէ, ինքնաբուխ, տեսեք, մենք մի անգամ կարծեմ ձեր ծաղավարում խոսել ենք այդ թեմայով, ժողովուրդը բաժանվում է մի քանի խմբի։ Մարդկանց մի խումբ կա, որ նստած տանը ուզում է մատը մատին չտա, բայց իրավիճակ փոխվի, ռեալ ուզում է փոխվի, անկեղծ ուզում է փոխվի եւ տարբեր արտարացումներ ունի։ Ես չգիտեմ, վատ առողջ եմ, լավ չեմ, չգիտեմ, մի քիչ կասկած կա մեջս այս անձի այն մարդու հանդեպ եւ այլն, ել չեմ վստահում սկզբունքով եւ տունը նստած Կարեն Սերոպիչներ են, Մանգալիս Քոչինյաններ, որոնք պետք է գան իրենց փրկեն։ Այդ մի կատեգորիա դա է։ Մի կատեգորիա այնա, որ ասում է ես չեմ տեսնում լիդերներ, չեմ տեսնում ոչ մեկ, նախկինի վերադարձ չեմ ուզում, վերարտադրություն չեմ ուզում, թողել եմ ինքնահոսի, ինչ եղավ եղավ։ Մարդկանց տեսակ, այսինքն ապատիկ ամորֆ տեսակը։ Մարդկանց մի զանգված կա, որ իրոք գիտակցում է պահի լրջությունը, խնդիրների աստիճանը, բայց ռեալ ինքը չգիտեմ, կամ ինքը ապրում է այլ երկրում, բայց իրականում պատրաստ է ժողովրդի համար, ազգի համար, պետության համար ինչ որ բան նախաձեռնի անի, բայց ի վիճակի չի։ Եվ կա մի զանգված, որը որ ասում է դե ներկայացեք, դուք ծրագրերով եկեք, ընդ որում խելամիտ բան է ասում։ Ասում է դուք ծրագրերով ճանապարհային քարտեզով եկեք, ես համաձայն եմ այդ ֆորմատին։ Եկեք ներկայացեք, հասեք նրան, որ ստանաք ժողովրդի այսպես ասած դաբրոն, որ կարողանաք ժողովրդի անունից խոսել, ժողովրդի անունից ինչ-որ բան ներկայացնել, գնում եք փոխելու իրավիճակ։ Մենք կանգնենք ձեր կողքը։ Բայց տեսեք, հիմա կան լիդերներ, կան լավ տղաներ, լավ աղջիկներ, որոնք որ այդ թվարկեցի որակները, մարդկային եւ ընդհանրապես որպես լիդերին բնորոշ։ Այդ մարդիկ կան, բայց այդ մարդիկ հիմա եթե գնան օրինակ ազատության հրապարակ ասեն, մենք ենք այդ մարդիկ եկել ենք, հիմա այդ մարդկանց մասին ինչ ասես կասեն։ Դե որակավորումներ կտան։ Հիմա պետք է, այսինքն ներգաղթական այնպիսի մի հատ այսպես ասած սաստավ պետք է հավաքվի, որ ժողովուրդը տեսնի, որ այս մարդիկ իրականում ոչ նախքին, այսինքն ոչ մի ձև հնարավոր չի ասոցացնել, պիդագավորել, վանկարգել, անվանարգել, իհարկե էլի կգտնի ժողովուրդը կգտնի մի բան,
անհնար է չեղած տեղից ինչ որ բան Ժողովուրդը չմոզոնի։ եթե չգտնի, մյուս կողմը հաստատ Այ ապրեք, կաշխատի դե ժողովրդի հետ զանգվածի մասին է խոսքը։ Այո, կգտնեն ինչ որ պրետենզիաներ, ինչ որ նա կքչպորեն, ինչ որ չեղած տեղից բան կստեղծեն, գիտեք։ Դրա համար եմ ասում։ Հիմա ամենայն դեպս ամեն մեկը ինդիվիդուալ աշխատում է, ում ես գիտեմ տեսադաշտում, ովքեր որ կարծես քաղաքական հայտ են ուզում ներկայացնեն, ինչ որ գործողություններ են սկսում, ինչ որ փորձում են օրակարգ գեներացնեն, որոշակի չագերտ բացեմ, ինչ որ աշխատանք տարվում է, ուրվագծվում է այդ մարդկանց խմբային աշխատանքը որպես այդպեսին, բայց դերևս քաղաքական process գեներացման մասին չասեմ վաղը, հնդագարակը ուշացված է։ Դրա համար այս գործող իշխանությունները շատ ապահով, հանգիստ նստած են, որովհետև ինչ անում են, մարսում են։ Բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել կա։ Ես չգիտեմ իհարկե երբ կլցվի, բայց մինչև այդ ցասումը չլինի, ընդվզումը չլինի, process գեներացնել, հիմա բոլորն է փորձում են process գեներացնել, չի ստացվում։ Համաժողովրդական ընկալում որպես այդպեսին, որ պետք է փողոցով նույնիսկ փողոց դուրս գալով իրենց բողոքի ուրեմն ձայնը բարձրացնելով պետք է հիմա հրաբարակները լցված լինեն, դերևս մենք չենք տեսնում։ Հիմա ում աշխատանքի պակասի կամ չարածի արդյունքն է, այդ նոր ուժերի Թե հներն են ավելի։ Թե հներն են ակտիվացնում, չեն թողում ու շղարշ են գցում նորերի, որովհետև քաղաքական սերնդափոխությունը վաղուց պետք է լիներ։ Կան չէ ինքնաբավ մարդիկ, Տիգին Մարի անուններ կարող ենք թվարկել, լիքը մարդ կա, որոնք արժանի են, որոնք իրական հայորդիներ են, որոնք կարող են ինչ-որ բան անել, ինչ-որ բան չէ, շատ բան կարող են անել։ Նախքին ներկա այս ամեն ինչից դուրս, բոլորի սխալների հիմքի վրա, որովհետեւ նման սխալներ այլևս չկրկնվի։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ մեկ հեռախոսազանգի պատասխանենք, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ես պիտի բարի ես ուզում Պարո Կարապետյանի միած հարց ուղղեմ։ Լսում եք։ Հարգելի Պարո Կարապետյան, ես գիտեք ձեզի որպես հայրենասեր շատ հարգում եմ։ Դուք լավ բարի մարդ եք, դուք հայրենասեր եք, ես էլ նույն հայրենասերն եմ, բայց մի բան կարամ ասել։ Եթե հագարցակի, այս մարդ ինչ-որ ուզում է, ինչ-որ էշպիածին է տա, ուրիշ մի բարել տա էլի ես փաշյար ուզում է մի հատ էշպիածին տա, ես չգիտեմ, աղթավար դրձին տա, եկեղեցին տա, առաջ երդը ես իրար ռեկոմենդ եմ անում, թող իրա կնկան տա։ Լավ, ես ստիպված եմ անջատել, միշտ խնդրել եմ եւ հորդորում եմ մեր հեռուստաեթերից նման արտահայտություններ չանել, որտեղ կարծում եմ Նոյան Տապանի աշխատելը կարևոր է բոլորի համար եւ պետք չէ որ նման ելույթների պատճառով մենք ունենանք որոշակի խնդիրներ։ Ամեն դեպքում դուք դժգոհում եք Նիկոլ Փաշինյանից եւ գտնում եք որ պետք է կանգնեցնել այդ զիջելու, տալու գործընթացը։ Process, այո։ Հիմա անդրադառնանք Սլովակիայի վարչապետը Երևանում էր եւ հայտարարեց, որ կշարունակեն աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը։ Այս հայտարարությունը մեզ ինչ է տալիս։ Շարքային հայտարարություն է տալիս, որի համար կարելի է շնորհակալ լինել։ Հերթապահ հայտարարություններից մեկն է հնչեցրած Եվրոմիության անդամ երկրներից մեկի ղեկավարի շուրթերով։ Այն ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, որ այո, շատ լավ գործառույթ են իրականացնում, բազմիցս ասել են, որ այդ գործառույթը պատշաճ կերպով իրականացնելու համար օր առաջ պետք է թվականակը ավելացվի, որպեսզի օպերատիվ աշխատանքը ավելի ճշգրիտ կատարվի։ Մենք գիտենք, որ նաև դա Ալիևի պահանջներից մեկն է ևս, օտարերկրյա զինուժ լինի, ներգաղթություն լինի, դրա բացառումը Հայաստանի տարածքում։ Ինչպես նաև ես հիշում եք ասել եմ, որ չի էլ կարելի նաև ֆետիշացնել այդ գործառույթը։ Այո, գործառույթը պետք չէ։ Այսինքն լինենք շնորհակալ, բայց ոչ այսպես աչքներից փակիչպես արդեն փորձում ենք կարծես թե։ Ընդհանրապես նախագահի այցը բավականին ուշագրավ այց է, այնտեղ բազմաթիվ ոլորտների հետ կապված պայմանագրեր, հուշագրեր են ստորագրվել, շատ ողջունելի է։ Ընդհանրապես ես միշտ ասել եմ, որ Եվրոմիության անդամ երկրների հետ պետք է պատշաճ կերպով աշխատանք տարվի, յուրաքանչյուրի հետ ինդիվիդուալ մոտեցվի, որտեղ ամեն մեկը ունի իր պոտենցիալը եւ Հայաստանի հետ հարաբերվելու իր տեսակը։ Եվ հնարավորինս լավ միջոցներով պետք է կարողանանք այդ բանավեճ լինի,
երկխոսություն լինի կայացնենք, հասունացնենք, հասցնենք այն process-ին, որ երկուստեք միջպետական հարաբերությունները հասնեն այն մակարդակի, որ ով ինչ ունի հնարավորություններ, այդ կոնտեքստում կարողանա օգտագործեն։ Հիմա այդ ենք տեսնում։ Փորձենք զանգերը շատ են, մի քանի զանգ ամեն դեպքում անդրադառնալ։ Բարի երեկո Մարիան։ Բարի ձեզ։ Ողջունում եմ ձեր ուրին։ Պարոն Կարապետյան, Ալիևը բացարձակ առանց գաղտնի պահելու իր պահանջները առաջարկում Փաշինյանին։ Իսկ Փաշինյանը ինչ պահանջներ առաջարկում իրան։ Այս ինչ խաղաղության պայմանագիր է։ Հայրենիքի կեսը տա իրանց եւ կոչեն խաղաղության պայմանագիր, դա խաղաղության պայմանագիր չի լինի, դա կլինի ստրկության պայմանագիր։ Էջանցինի ցախոսում, Սևանի ցախոսում, Մեղրի ցախոսում, Սույնիկի ցախոսում։ Սրա վերջը ինչ արնելու ես չեմ հասկանում։ Բայց ինձ մի բան էլ է հետաքրքիր, պարոն Կարապետյան։ Ասենք թե մենք Ալիևի ոչ մի կետերին, ոչ մի կետերին, որոշ կետերին կհամաձայնվենք։ Իսկ շատ կարևոր կետերին, եթե չհամաձայնվենք, այս պատմությունը ես պետք է իմանալ ինչով կվերջանա։ Շնորհակալություն։ Մեկ հեռախոսազանգել ընդունենք, պատասխանենք միանգամից։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Դուք եթերում եք։ Լավ, չկարողացան մեզ հետ կապել։ Տեսեք, բավականին տեղին մտահոգություն է, որի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Շատ ճիշտ նաև գնահատական է պարունակում այն մասով, որ իրենց համար, մեր համար ստացումը դա խաղաղության պայմանագիր է, որը ենթադրում է 0 պրոբլեմ հարևանի հետ եւ բացառում է պատերազմը, բայց արի ու տես, այն ինչից որ մենք խոսեցինք, հակառակը Ադրբեջանը ներկայացնում է նորանոր հերթապահ պահանջ պայմանները։ Եվ այո, գալիս ենք նրան, որ ես բազմիցս այդ մասին ասել եմ get 1 զիջում ցույց տվեք, որը որ Ադրբեջանը գնում է։ Get 1 զիջում, եթե դա կոչվում է խաղաղության պայմանագիր, բանակցություններ, տարածքից դուրս գան, նախնական, միջև հենց զիջումներից կխոսեն կամ դա հարթական է։ Տեսնում եք, որ դուք կարող եք ինչ որ մի մոլի երկրպագու գործող իշխանություններից, լավ իշխանությունների տաշտամանից օգտվող վերլուծաբաններ կան։ Կարող են get 1 ադրբեջանական զիջած դրվագ ասեն, որ Ադրբեջանը այդ մասով բավարարել է։ Հայաստանը այդքան գյուղեր զիջեց, տարածքներ զիջեց, ճիշտ եմ։ Այս պատրաստ է ամեն ինչի դիմաց ստորագրի, պատրաստ է միակողմանի նույնիսկ Լուծարի Մինսկի խումբը։ Ադրբեջանը get 1 զիջում կատարել է թե ոչ։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ ոչ, տեղի չի ունեցել։ Դրա համար, երբ որ հարցեր են ուղղում, ցայտնոտի մեջ են ընկնում իշխանության ներկայացուցիչները։ Ասում են՝ մի հատ ընդհանրապես ադրբեջանական զիջում ասեք, որ Ադրբեջանը ընդ որում այնպիսի զիջում, որ մենք ակնհայտ տեսնում ենք գոնե ոչ պաշտոնական աղբյուրներից տեսնենք, որ այո Ադրբեջանը Հայաստանի այս պահանջը պայմանը բավարարել է։ Սա ավելի շուտ նման է կապիտուլյացիայի պայմանագրի, քան խաղաղության։ Եվ ինչ կլինի, եթե չլինի։ Գիտեք, պատմության շատ դրվագներ, Մոլոտով-Ռիբենտրոպ չհարձակման մասին պակտ կար։ Բայց հիմա ով կարող է երաշխավորի, ասում են վարչապետը մի բան ասում, 2 րոպե հետո ինքն իրեն հագասում է։ Ասում է դա գարանտիա չի, որ պատերազմ չի լինի, էքսպանսիոնիստական ծրագրերը գործի չեն դնի, բայց ասում է այդ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի եւ դա բացառելու է պատերազմը 0, այսինքն այն տրամաբանության շրջանակներում, որ Արցախներ խնդիրը, Արցախը լուծեցինք, տվեցինք, էլ բան չկա։ Մարդիկ գալիս են հաջորդ պահանջին, հաջորդ պահանջը Արևմտյան Ադրբեջանն է։ Ու մենք այսօր նստած հիմա այսպես քննարկում ենք։ Պատմության ավարտը կլինի հենց Արևմտյան Ադրբեջանը։ Տեսեք, եթե ամեն ազգ պետություն, հարգելի Տիգին Մարի, շարժում է իր ազգային pedagogan շահերով։ Հիմա ես իրեն չեմ մեղադրում, որ իրենք այդ պլաններով են շարժում, ընձեռվել է հնարավորություն։ Ոնց որ ժամանակին Էլչիբեյն էր մեր համար նվեր։ Բայց Էլչիբեյից ոչ մեկ թող ազգասեր ու հայրենասեր չլներ, ընդ որում ասեմ։ Բացեք, կարտացեք Էլչիբեյի եւ կենսագրությունը եւ քաղաքական գործունեությունը։
բայց իր մոտ չստացվեց, նա մեր համար նվեր էր 90-ականներին։ Հիմա Նիկոլն է իրենց համար նվեր։ Ենան գտել են մի հատ հարմար մարդ, որին կարող են ցանկացած բան դեմ տալ, բառից բուն իմաստով, կներեք այսպես, հա, ժարգոնային արտահայտության համար, եւ որը որ պատրաստ է ստորագրել ցանկացած միակողմանի զիջման տակ։ Հիմա գալիս ենք նրան, որ այո, եթե 300 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացված է, մարդիկ այնտեղ չեն ներդրում մի հատ համակարգ, որ եթե դու դելիմիտացիոն աշխատանքներ ես անում, ըստ ադրբեջանական մահաճույքի ընդամենը Տավուշի այդ միջնամասում, ընդամենը 4 գյուղի հատվածում, այդ նույն տրամաբանությամբ արա, որտեղ որ վիճահարույց հատվածներ կան, Սոտք, Ներքին Հանդ, Կորնիձոր, որտեղ որ հիմա անգամ կրագոցներ են քաղաքացիական օբյեկտների վրա։ Ինչի մասին է խոսքը։ Զանգերը շատ են, լսենք մեր հեռուստադիտողին, լսում ենք ձեզ, դուք եթերում եք, լսում ենք, բարև ձեզ, ձեր նախորդ զանգով է շատ հիվան մարդ է։ Լավ, խնդրում եմ որակավորումներ չանել, ձեր հարցը։ Որ է ձերի խոսած էլի, մարդը զարմանում է, ես հարց ունեմ, լսում ենք, ինչ կարելի է անել մեր Հայաստանի համար, հարց և կոնկրետ։ Մենք խոսում ենք, ինչ պետք է անել։ Թուրքն են որում շնորհակալ եմ, հա, լակոնիկ հարց է տալիս, ակնկալում եմ մարդը, որ լսի հստակ պատասխան։ Այնքան բարդ է այդ հարցին շատ լակոնիկ պատասխանել, բայց փորձեմ երկու բառով ասել։ Իրավիճակ փոխել։ Այսինքն, եթե տվյալ դեպքում գործող իշխանությունները չեն շարժվում ազգային պետական շահերով, նու այդպես դեմոնստրացնում են, որ արվում է ամեն ինչ հանուն ժողովրդի, հանուն հայ ազգի, հանուն պետության, այ որ նոր իրական Հայաստան ենք ստեղծում, մինչև այդ չգիտեմ, ինչ Հայաստանում ենք ապրել Տիգին Մարի, վերացական Հայաստանում, երազային Հայաստանում, երազիմ երկիր Հայաստանում, ամենայն դեպս հարգելիս հարցի պատասխանը հետևյալն է։ Օր առաջ ինքնակազմակերպվել, փոխել իշխանություններին, կամ բացառապես ազգային պետական շահերով առաջնորդվող մարդիկ, բնականաբար ինքնաբավ կայացած մարդիկ, որոնք այս իրավիճակի հետ հաշտ չեն ու որոնք պատրաստ են հավասարազոր, ընդ որում այստեղ շատ կարևոր բան ասեմ։ Եթե ուզում եք շատ անկեղծ ասեմ, մինչև ռազմաքաղաքական բալանսը չվերականգնվի, ոչ մի բանի մասին չենք կարող խոսել դերևս։ Իրական խաղաղություն, անվտանգային համակարգ, պաշտպանվածություն եւ այլն։ Այսինքն վերբեռնում ենք մեր պաշտպանական անվտանգային համակարգը, ես ձեզ վստահեցնում եմ, Ալիևը չլինի, ով ուզում է լինի դա նաև Էրդողանը, մեր հետ առերեսվելու է, մեր հետ հավասարի հետ է խոսելու։ Ընդամենը դերևս մենք պետք է այդտեղից սկսենք, բանակաշինություն վերբեռնում ազգային անվտանգային համակարգի, որից հետո արդեն ես ձեզ վստահեցնում եմ, մենք նման արհավիրքների, նման սցենարներ, նման խոսակցություն, որ հիմա վարում են, չէր լինի։ Մինչև դուք գաք մենք բանակ կունենանք, եթե հանկարծ այդ փողով, գումարով, դե մի խնդիր է այդտեղ, այսինքն աղքատների բանակ են սարքում, ով որ աղքատ է, ով որ ֆինանսապես կարող չի, կամ ով որ ունի հնարավորություն, կամ էլ մարդ, գիտեք Տիգին Մարի, հենց հիմա մարդ գիտեմ, որ ասում է հիմիկվանից սկսած ես փող եմ հավաքում, իր հաշվարկով 250-300 հազար դնում եմ մի կողմ, որ երեխան երբ որ դառնա 18 տարեկան, այդ գումարը արդեն հավաքած վճարում է, չի գնում վերջ։ Վազգեն Սարգսյանը շուռ եկավ գերեզմանում։ Եվ ոչ միայն նա։ Չգիտեմ, այն երգիրը, որը որ օր առաջ հագարակը պետք է զինված լինի, որը որ ունի արտաքին մարտահրավերներ, միակ հույսը ու ապավենը իր բանակն է։ Այսինքն փոխանակ խոսենք բանակում ավելի շատ մարդ ընդգրկելու, բանակը նորից ավելի համալրելու մասին։ Տեսեք, այստեղ նաև շատ հետաքրքիր նյուանս կա։ Խոսում են պրոֆեսիոնալ բանակից, բայց անունը ախր գոնե գիտենանք, որ անցում է պրոֆեսիոնալ բանակ, էլի ասենք տրամաբանական է։ Պրոֆեսիոնալ բանակի մասին չի խոսքը։ Ես հիմա այս հարթակում չեմ կարող շատ չագերտներ բացել։ Ես ինքս պատկերացնում եմ այդ, նաև լինելով զինվորական, ես հասկանում եմ ինչա պետք է սրոպեին բանակին։ Ինչից պետք է սկսել գոնե առաջիկա միջնաժամկետ այս էտապում, առաջիկա 6 ամիս մինչև 8 ամիս։ Ես ինքս պատկերացնում եմ ինչից պետք է սկսել, բայց դա խրթին ծավալուն է, դրա համար պետք է լեգիտիմ, նախ պետք է գալ իշխանության, նախ պետք է սա ընդ որում խնդրում եմ հանգարց չմտածեք, թե սա ինքնագովասանք է կամ ինքնաառաջարկ է, բնավ,
Խոսքը վերաբերում է որպես մասնակետ իմ համեստ հնարավորություններով ես ինչպես եմ տեսնում։ Եվ ես այն ինչ որ ես պատկերացնում եմ եւ ի գործ անելու ենք, ես այդ ոլորտի մասնագետների քննարկման արդյունք է դա։ Դա ինքնահոս էսպես, հա, որոշման արդյունք չի, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել։ Դա բավականին լուրջ քննարկման արդյունք է։ Այդ համար եմ ասում, ինքնաբավ ու կայացած այնպիսի մարդիկ պետք է գան, որ ոլորտից հասկանում են։ Ոչ թե ամենագետներ, շատ դեպքերում դիլետանտ դեմագոգներ ու արկածախնդիրներ, որոնք ընդամենը սիրողական մագարտակով են դիտարկում այս հարցերը։ Սա լուրջ խնդիր, ծանր հաշվարկներ պահանջող բան է, բայց նորից եմ գալիս մեր հարգելի հետևորդի հարցին։ Մինչև պաշտպանական անվտանգային համակարգը չվերբերներ, բայց դա կարող է լինել բացառապես, երբ որ այս իշխանությունները դուրս գան։ Երբ որ լրիվ իշխանափոխություն տեղի ունենա եւ գան այնպիսի մարդիկ, որոնք որ ռեալ ամբողջ իրենց էությամբ նվիրվեն այս գործին։ Այսինքն առաջին իշխանափոխությունն է, որը պետք է կարողանալ իրականացնել եւ ժողովրդին։ Ես չգիտեմ դա կարելի է կոչել իշխանափոխություն, թե ինչ, իշխանությունները պետք է գնան։ Նորերը պետք է գան։ Նորերը պետք է գան, բայց այնպիսի մարդիկ պետք է գան, նորերը ոչ որոնք որ ոլորտին ծանոթ են, մինիմում ծանոթ են, որոնք որ կոնկրետ ասելիք ու անելիք ունեն, կարող են գործ անել, ռեալ գործ անել, որոնք որ ռացիոնալ քայլերով են գա, ոչ թե այնպես սիրողական մագարտակի։ Սա խոսքը պետության մասին է։ Շատ բան կարելի անել, շատ բաներ թերի են, որոնք պետք է ուղղվեն։ Ֆրանսիայի արտգործ նախարարը Երևանում էր եւ խոսվեց նորից Սյունիքում ֆրանսիական Գորիսում պատասխան բացվելու մասին։ Ողջունելի է, շատ լավ է։ Ինչ խոսք, պետք է գնահատել։ Եղբայրական դաշնակից երկրի կողմից լավ առաջարկ է։ Մեզ համար եղբայրական եւ նա ով ուզում է Սյունիքում եւս դեսպանատուն ունենալ, կարծես թե Դե տեսեք, մեր մոտ կան եղբայրական ողերին բարեկամ եւ դաշնակիցներ, որոնք որ եւս ունեն։ Տեսեք, հիմա այդ նույն տրամաբանության շրջանակներում Սյունիքում Ղափանում Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության։ Ընդ որում այս մասով, հա, շատ լավ է, ողջունելի է, իհարկե, դա ցույց է տալի, դա ցուցիչ է նաեւ։ Ընդդեմ ադրբեջանական էքսպանսիոնիստական քաղաքականության։ Դա շատ լավ է, դա ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը եւ մեծ խաղացողները, ընդ որում գերտերություններ են, չէ՞։ Նրանք այդ կերպ ցույց են տալիս, որ չեն հանդուրժի որևիցե նկրտում Սյունիքի հանդեպ։ Դա դրա ցուցիչն է։ Բայց նաեւ դա չի նշանակում, որ հույսը տնես նրանց վրա, դու բան ու գործ չանես, սպասես, որ օտարները պետք է քեզ պաշտպանեն, Սյունիքը պահեն որպես հայկական։ Եվ Հայաստանը մենակ չէ, Եվրամիությանը անդամակցելու իր ձգտումներով Ֆրանսիայի։ Շատ լավ այդ ձգտումները, շատ լավ ձգտումներ է, բայց այստեղ պետք է հասկանանք։ Մի բան ասում ենք, մի բան լրիվ ուրիշ անում ենք։ Մենք ենք ասում ուրիշ բան անում, իրենք ասում են եւ իշխանությունները։ Տեսեք, փաստացի քայլեր են ձեր փորձում են ցույց տալ, որ բազմավեկտոր կոմպլեմենտար քաղաքականություն է, իհարկե շատ հեռու են կոմպլեմենտարիզմից, դա չի քննարկվում, բայց ինչ են ցույց տալիս, որ այո, մենք ինքնաբավ ենք այնքանով, որ Եվրոմիությունն ենք գնում, բայց նույն հաջողությամբ այդ արևմտամետ, ռուսամետ, հակառուս եւ պսևդո արևմտամետների վեճը ինչու՞մ է։ Մի օր Լավրովն է գալիս, բողոք են ներկայացնում, մյուս օրը Եվրոմիության աստղերով վերնաշաբիկները հակած դրոշակներով ոգևորված դիմավորում են Եվրոմիության ներկայացուցիչներին, իշխանությունները երկու աթոռին նստելու քաղաքականությունն են անում, բայց արյուտես մինչև հիմա ԵԱՏՄ, Մաքսային միության անդամ ենք, ռուսական բազան էստեղ է, հենակետերը էստեղ են, խոսք չկա բազայի դուրսբերման մասին, հարգառուսական տրամադրվածություն է գեներացվում, բայց Կրեմլ գնալ գալը կա, իրենց Բարսասիջան ղեկավարությունը Հայաստան գնալը գալը կա, ինչի մասին է այս ամեն ինչը։ Հասկանում ենք, չէ՞, ինչի մեջ ժողովուրդը հասկանում է, չէ՞, այս ամեն, տեսնում ենք, չէ՞, վերջի։ Մենք զանգել փորձենք ընդունել, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում եք։ Բարև ձեզ, ուրեմն Աշրիկին եմ առաջարկությունը։ Ուրեմն հիմա որպես մեր իշխանությունը կա, որը եկավ շարժումը եւ ան ժողովուրդը վստահեց, հիմա բողոքում են,
չեն կողմնորոշում ժողովրդի առաջարկությունը այսպեսին է։ Հիմա մեր երիտասարդը խոսում է շատ ճիշտ բաներ ասում է եւ ճիշտ հարցումները դրսի տվեցին։ Հիմա այսպեսին է իմ հարցումը։ Ուրեմն պետք է այդ կազմակերպությունը իրանք որ ունեն ասում մենք այդ ունենք մարդիկ այդ մարդիկ պետք է ընդգրկված լինեն բոլոր մի 7 կետերով հայրենիքի պաշտպանության տնտեսական ռազմական գիտական դիվանագիտական բոլոր կարևոր այդ 7 կետերը իրենք այդ շարժումը որ կամ կուսակցությունը կազմակերպությունը որ պետք է անունը պետք է նոր հզոր Հայաստան եւ պետք է ծրագիրը 7 կետերով ժողովուրդ իմանա որ վստահություն վերցնի եւ ամենակարևորը մի վերջի հարցը որ արդյոք հնարավոր է որ մենք խաղաղություն զոհմարտենք մենք պատերազմ չենք զոհում մենք Ռուսաստանի հետ տնտեսական կապ ունենք Ռուսաստանի հետ պետք է կապենք մեր կապը եւ արևմուտքի կապներ ուզում ենք որ մեր երկրը զարգանա տնտեսաբար ռազմական ապահովությամբ եւ բիզնեսներ դնեն ամբողջ Եվրոպան որ դնի Եվրոպան կպաշտպանի մեզ եւ մենք այն հարևանները որ Թուրքը Ադրբեջանից չեն կարող մեզ վնասեն կամ կվախենան որ բան անեն իրա կարծիքը հասկանալի է ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ որ 1 րոպե անց մենք դուրս կգանք ABC հեռուստաընկերության եթերից եւ մեր հեռախոսազանգին պատասխանելու համար կշարունակենք զրույցը Նոյան Տապանի Պատրիոնի էջում այնպես որ հետևեք խնդրեմ Հիմա արդեն ձեր պատասխանը մեր հեռուստադիտողին Մասամբ հնչել է պատասխանը նախորդ Դե ասեցիք որ լիդերներ կան, պետք է ծրագիր Նախ ասեմ որ վերջից կամ ասեց որ Ռուսաստանի հետ էլ պետք է այո Ռուսաստանի հետ պետք է վերբերնել խնդրում եմ բառի ճիշտ իմաստով դա հասկանալ վերբերնել հարաբերությունները նաև խոսում են առևտրաշրջանառության բարձր ցուցանիշների մասին որ թվարկեցի նաև բազան այստեղ բարձրաստիճան ղեկավարների այցը եւ այլն այո ցանկացած երկրի հետ պետք է խոսել այստեղ հասկանում եք միջազգային հարաբերություններում չեն առաջնորդվում քենապահությամբ վրեժխնդրությամբ այսպես դա քաղաքական կատեգորիաներ չի մենք ես կարող եմ թվարկել մի շարք տասնյակից ավել դրվագներ թե մեղմ ասած ինչպես է կաղում հայ-ռուսական հարաբերություն պատճառով ինչ դրվագներից ելնելով նույնը այո Հայաստանի Հանրապետությունը լինելով սուվերեն պետություն ցանկացած աշխարհակաղակական կենտրոնի ցանկացած պետության հետ որտեղ կա իր ազգային պետական շահը կապ չունի օվկիանիայի երկրներ կլինեն Ավստրալիա թե Անտարկտիդա չկայական չի որտեղ կա հնարավորություն Հայաստանի համար բարվոք միջավայր ստեղծել որտեղ կա Հայաստանի ազգային ու պետական շահ այդ երկրի հետ պետք է խոսել բանավիճել ներդրումներ եւ շատ ճիշտ է ինչ վերաբերում է այո բնականաբար եթե դու ներկայանում ես ծրագրով օրակարգով ճանապարհային քարտեզով դու պետք է ներկայացական մարմնով հանդես գաս ժողովրդին եւ այո շատ ճիշտ է եւ տրամաբանական է որ նոր ձևավորվող ուժերը ովքեր որ հայտ են ներկայացնելու քաղաքական իրենք ներկայացնելու են իրենց թիմը ոլորտին ամեն ոլորտի իր լիդերներով, մարդկանցով, որոնք որ անմիջապես գործնագանում կարողացել են այդ ոլորտներում ինչ-որ բանի հասնել եւ պարզ է, որ լավ տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ կան, սոցիոլոգներ, այդ մարդիկ կան, հարկ Աստծո, այդ որ ասում եմ թիմը ձևավորվում է, ուրվագծվում է այդ մարդկանց համագործակցության արգասիկը, որ ժողովուրդը տեսնելու է, դա ձևավորվում է, ես կարծում եմ, որ մոտ ժամանակահատվածում, որպեսզի հավուր պատշաճի կերպով ներկայանանք հանրությանը, մենք դա կանենք։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները փաստացիորեն ռազմավարական մակարդակի վրա են հայտարարեց Արարատ Միրզոյանը, այս հայտարարությունը ինչպես է գնահատում։ Շատ լավ եմ գնահատում, եթե գնահատման մասին է, շատ ագանջահաջո հայտարարություն է, բայց հիմնականում քաղաքականությունը ագանջներով սիրողների համար։ Նոր ես ասացի, չէ, որ դաշնակից եղբայրական երկիր է, երևակայք եւ երևի միակ երկիրն է, որ իրոք անկեղծ Հայաստանին դիտարկում է որպես եղբայրական դաշնակից երկիր։ Դաշնակցային հարաբերությունների մասին է, ստրատեգիական, ռազմավարական դաշնակցի մասին, բայց ոչ ռազմաստրատեգիական պարտների մասին է, որտեղ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Մարդկանց մոտ կա տպավորություն, որ ֆրանսիական զորքը գալու է եւ կռվելու է մեր փոխարեն։ Բնավ։
շատ լավ է, որ մենք ռազմատեխնիկա ենք ձեռք բերում Ֆրանսիայից, դա արդեն գաղտնիք չի, դրա համար եմ այդ ինֆորմացիան ասում, իհարկե չագերտներ չեն բացի, թե ինչ տեխնիկա, ինչ քանակի եւ այլն։ Բայց այն, որ Ֆրանսիան մեզ աջակցում է, Ֆրանսիան մեզ մաքսիմալ օգնում է, դա փաստ է, ակնհայտ բարձ է, դրա համար Ադրբեջանը ինչ որտեղ ցայտնոդի մեջ է եւ իրենց հարաբերությունները փչացվում են, բայց անկախ ամեն ինչից այդ բալանսը պահպանվում է նույնիսկ Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում։ Պետք է հասկանանք, որ նորից են գալիս նրան, որ միջպետական հարաբերություններում քենապահություն, վրեժխնդրություն չկա։ Այս պահին խնդիրներ կա, կարելի է հարթել, որովհետև դա այնպիսի ծավալի հարաբերություն, դա անձնական հարաբերություններ չի, որ քեն պահես, շփվես եւ այլն, տանես փագուղի։ Դրանք պետություններ են, որոնք իրար մեջ գալիս են ընդհանուր հայտարարի։ Վաղը մայիսի 28-ն է։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես որ այլ տոներ, դրանք հավուր պատշաճի չեն տոնվելու, չեն նշվելու, չզարմանանք։ Բայց փորձը ցույց է տվել, որ տոները այլևս բանակի տոն նշեցին։ Հունվարի 28 ենք ունեցել։ Ինչ է արվել։ Մայիսի 9-ը ինչ է արվել։ Իսկ այդ նոր լիդերների ծրագրերում կա տոները պատշաճ նշելու։ Գիտեք, ես իմ մասով կարող եմ ասել։ Ազգային դիմագիծը վերականգնելու խնդիր է տրված իմ համար։ Իսկ դա ամեն ինչ նշանակում է, կարծում եմ։ Եթե ազգային դիմագիծը վերականգնել, դա նշանակում է հոգևոր պատմամշակութային արժեհամակարգի վերականգնում եմ ես տեսնում։ Միանշանակ եւ դա աներկբա է, այդտեղ երկրորդ տարբերակ չի կարող լինել։ Իհարկե, մեր ունեցածի, մեր բոլոր տոների, կրոնական ծեսերի վերականգնումը եւ պատշաճ կերպով նաեւ միջազգային հանրության ներկայացումը, որը ժամանակին կար ու բնավ դա չեմ ասում ինչ որ նախկիններին սիրաշահելու կամ գնահատական տալու, բայց կար մի էտապ, երբ որ մենք մեզ հաղթանակած էինք զգում եւ կար դրա համար համարժեք իրավիճակ, ոչ թե ինչ որ ֆետիշացնում ենք կամ ինքնախապեյությամբ ենք զբաղվում։ Համենայն դեպս գոնե ազգային պետական տոները բարձր մակարդակով նշվում են։ Հիմա բնականաբար պետք է գալիս ենք նաև մի հանգամանքի, մինչև ազգային, քաղաքական, գիտակցության մակարդակը չփոխվի, այս ամեն ինչը մենակով դա լուծվող հարց չի։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Կարապետյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։